Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այսօր ազգային ժողովում փակագծեր բացեց դաժանաբար սպանված Վալոդիա Գրիգորյանի եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով։ Պարոն Պողոսյան, ես ուզում եմ ձեզանից հետաքրքրվել էլի հմեկի հարցազրույցում հնչեցված ձեր մտքի հետ կապված, ոնց որ լավ չի ստացվում այդ հմեկի հարցազրույցները ձեր մոտ հետագայում ազգային ժողովում հակասության մեջ են մտնում ձեր հնչեցրած տեսակետները։ Դուք հայտարարեցիք, որ Փարաքարում սպանությունը, որը տեղի էր ունեցել համայնքի ղեկավարի սպանությունը եւ ոստիկանության օպերատիվ աշխատողի սպանությունը բացահայտված է։ Բայց մենք բոլորս գիտենք եւ կարծում եմ դուք էլ գիտեք, որ բացահայտված է առնվազն կատարողների մասով եւ մենք բոլորս նաեւ լսել ենք այն հայտարարությունները դժոխք կողմի սպանվածի հարազատների, ովքեր որ շարունակում են ենթադրյալ պատվիրատուների մասին կասկածներ հայտնել։ Եվ նաև դուք այդ հարցազրույցի ժամանակ ասում եք, որ կողմերի միջև երկար ժամանակ եղել է լարվածություն։ Կողմերից մեկը պարզ է Վալոդիա Գրիգորյան, ընդդիմադիր համայնքապետ, որը որ ջախջախիչ պարտության էր մատնել իշխող քաղաքացիական պայմանագրին։ Բայց կողմերից երկրորդի մասին դուք ոչինչ չեք ասում։ Ո՞վ էր այդ երկրորդ կողմը։ Եթե երկրորդ կողմը այն սպանություն իրականացնող անձներ, ապա բոլորը գիտեն Փարաքարում, որ սպանություն կատարողը եւ Վալոդիա Գրիգորյանը երբևէ որևէ առնչություն չեն ունեցել, նաեւ հաշվի առնելով գուցե տարիքային տարբերությունները։ Համենայն դեպս այն մարդու մասին եմ խոսում, ում դուք մեղադրում եք սպանություն կատարելու մեջ, իսկ օժանդակողը ընդհանրապես չի ընդունում իր մեղադրանքը եւ դա ձեզ պետք է որ հայտնի լինի։ Հիմա ես ուզում եմ հետաքրքրվել, ինչու է քննչական կոմիտեն որոշակի կաշկանդվածություն դրսևորում, արդյոք դրա հետ կապ ունի այն իրողությունը, որ մի կողմը քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչներն են, դրա համար դուք միայն բավարարվում եք ախտոյան եղբայրներից մեկին երկու անգամ հարցաքննության հրավիրելով, իսկ մի եղբայրը, որը որ սպանությունից առաջ երկրից հեռացել է, եւ նրան տարել եւ զվարթնոց օդանավականն է ճանապարհել այն անձը, ով այսօր մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, դուք այստեղ այս կապը ինչ որ չի հնարավոր չի լինում բացահայտել։ Ես ուզում եմ ձեր կաշկանդվածության մասին անկեղծ խոսեք, որովհետեւ դժվար թե հմեկում դրա մասին խոսեիք։ Այս կատարողը ես հմեկի հարցազրույցում դարձյալ նշել եմ։ Կատարողը նշելը ինքնաշարժառիթ է։ Ավելին, կատարողը մենք նույնիսկ հարցաքննությամբ մոտեցել ենք այն վարկածով, որ չենք հավատում քո ասացի։ Չենք հավատում, բայց մարդը ապացուցել է իր խոսքերը այն ապացույցներով հաստատվել է, նշել է շարժարի թե ինչու է, այսինքն այդ անձնական այդ թշնամական հարաբերություններն էր, որ իր անկերոջը, հիմա դուք ասեք 10 տարու մեծ էր, ոնց կարող ընկերություն աներ, ասենք դա ինչ ասել, ես չեմ կարող այտենց դիտարկում անել, մեծերի հետ ընկերություն անում են, հիմա ընկերություն էր անում, ինքը ցավագին էր ընդունել այդ ամեն ինչը, որ իր անկերոջը կյանքից դրա համար մեղադրել էր այս կողմին։ Ինքը ես հիմա ինձ եք հարցնում, այդ մարդը ասում է, որ ես դրա համար մեղավոր եմ համարել այս անձին։ Բացի դա, նշում է նաև, մի քիչ էս փակակից բացեմ, նշում է նաև, որ մի քանի անգամ Գյուղամիջյան ճանապարհին, կոնկրետ իր հետ էլ է խոսակցություն ունեցել։ Կոնկրետ իր հետ։ Հիմա չեմ ուզում այս մասով շատ փակագծեր բաց, այսինքն ինքը նշում է շարժարիթը հստակ։ Դա հրապարակային դատաքննության ժամանակ այս ամեն ինչը կհրապարակվի։ Հետևաբար Տիկին Թոմասյան, այս մասով այսքանը, բայց մենք որևիցե տեսակի կաշկանդվածություն չունենք որևիցե մեկի։ Սեպտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը դաժանաբար սպանվեցին 2 հոգի։ Փարաքար խոշորացած համայնքի ղեկավար Վալոդիա Գրիգորյանը եւ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Այս սպանությունը խորը արմատներ ունի։ Արմնու լրատվականը բազմիցս անդրադարձել է Ախտոյանների եւ Գրիգորյանների հակասություններին, որոնք տարիներ շարունակ վերածվել են բախումների, հատկապես ընտրական գործընթացների ժամանակ։ Ժամանակի ընթացքում նրանց թշնամությունը միայն խորացել է հասնելով իր գագաթնակետին։ Ավելին, ժողովուրդ օրաթերթը հայտնել էր, որ Վալոդիա Գրիգորյանի սպանության քրեական գործի շրջանակում քննչական կոմիտեն կրկին հարցաքննության է հրավիրել Մերձավանի նախկին գյուղապետ ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանի եղբորը Փարաքարի ավականու ՔՊԱ-կան անդամ Դավիթ Ախտոյանին։ Ժողովուրդ օրաթերթը փորձել էր տեղեկությունը անձամբ պարզել Դավիթ Ախտոյանից, ինչին ի պատասխան վերջինս հաստատել էր, նշելով, որ կրկին հրավիրվել է ու հարցաքննվել։ Նա ամփոփել էր նշելով, որ նախաքննություն է ընթանում
Հայաստանում քննությունը ամեն ինչ կպարզվի եւ այլ բան չի կարող հայտնել։ Հիշեցնենք, որ Մհեր Ախտոյանը Մերձավանի նախկին գյուղապետն է, ՔՊԱ-կան, իսկ եղբայր Դավիթ Ախտոյանը քաղաքացիական պայմանագրի ավականու անդամ։ Այս տարվա փետրվարի 5-ին Մհեր Ախտոյանի տան պատուանից տան արձանագրած միջադեպը եւս կապված էր նույն լարվածության հետ։ Ախտոյանը դեպքերի ընթացքին հետևել էր տեսախցիկներով, անգամ տեսանկարահանելով կատարվողը, թե ինչպես էին Իգևի Գրիգորյանի կողմնակիցները միմյանց ծեծում։ Այս միջադեպի հետևանքով սպանվեց Մհեր Ախտոյանի հարազատի որդին 29-ամյա Գրիգոր Օհանյանը, իսկ մեղադրյալի աթոռին հայտնվեցին միանգամից 14 անձիկ։ Նկատենք, որ Վալոդիա Գրիգորյանի սպանությունից առաջ Մհեր Ախտոյանը Հայաստանից հեռացել է։ Ավելին, նրան անձամբ օդանավական է տարել ու ճանապարհել Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը։ Այս ամենը կասկածներն ավելի է խորացնում։ Չնայած Մերձավանում ակտիվորեն շրջանառվում են խոսակցություններ, թե հենց ՔՊԱ-կան Մհեր Ախտոյանը կարող էր լինել Վալոդիա Գրիգորյանի սպանության ենթադրյալ պատվիրատուն, քանի որ նա է իր շրջապատում մշտապես տակ պահել վրեժի թեման։ Ախտոյանների մասով այսօր հարց հնչեց ազգային ժողովում կոմիտեի նախագահին, ինչին ի պատասխան վերջինս նշեց. Այսինքն դժգոհ են մնացել, որ հանցագործությունը բացահայտվել է։ Իմ մոտ էս տպավորություն է։ Քանի որ դա հնարավորություն էր տալի, եթե չբացահայտված էր, այլ հարցեր շահարկել։ Հիմա վատ է, որ բացահայտվել է այս դեպքը։ Վատ կատարողների մասով, լավ անդադ շեշտեմ, կատարողների մասով 2 անգամ կարամ շեշտեմ, 3 անգամ կատարողների մասով բացահայտվել է։ Հա, բացահայտվել է։ Վատ չի, չէ, որ բացահայտվել է։ Հիմա հաջորդը Տիկին Թոմասյան, վստահ եղեք, եւ մեր հանրությունն էլ պետք է վստահ լինի։ Մյուս մասով դուք նշում եք, որ մի կողմից ես այդ երկակի մոտեցումը չեմ կարում հասկանալ։ Մի կողմից նշում եք, որ կալանքի թիվը ինձ ինչ որ նվեր եք ուզում անեք, ձեռնաշղթաներ, ասում եք կալանքի թվերը շատ է, բայց մյուս կողմից ասում եք, երբ որ հարցը վերաբերվում է այ երկակի մոտեցման մասին է վկայում։ Երբ որ հարցը վերաբերվում է այն անձանց, որ ըստ էության ում հետ որ որոշակի, չգիտեմ ինչ հարաբերությունների մեջ, օրինակ ասում եք Մհեր Ախտոյան, ինչի Մհեր Ախտոյանին կարգավիճակ չեք տվել, բայց ինչ ունեք, ինչ եք ներկայացնում որպես հակափաստարկ, ասում եք տարել ճանապարհել է, հա, տարել ճանապարհել է։ Դա բավարար է, որ լուրջ իրավաբանը անձին մեղադրյալ ներգրավի, այս ծանր, առանձնապես ծանր հանցագործության հոդվածով, սա լուրջ եք ասում։ Այսինքն, որ մեղադրյալ ներգրավենք, տանենք կալանքի, կարող է բրասլետի թիվը 2 հատ դառնա։ Չի լինում, չէ՞ տեսբան։ Չի լինում, դրա համար մենք համապատասխան հիմքերի եւ իրավապայմանների արկայության դեպքում ենք գնում անձանց դատավարական կարգավիճակ տալու։ Ձեր նշած անձանց մասով եւ այլ մենք քննություն կատարում ենք։ Վստահ եղեք։ Այդ գործը իմ հսկողության տակ է գտնվում, ինքը քննվում է հատկապես կարևորագույն գլխավոր վարչությունում, ՀԿԳ քննության վարչությունում։ Բոլոր հարցերի պատասխանները կստանա մեր հանրությունը, եթե եղել է պատվիրատու, վստահ եղեք, որ բացահայտվելու է։ Եթե եղել է, մենք կներկայացնենք նախաքննության ավարտի ժամանակ, թե ինչ գործողություններ են կատարել այդ մասով եւ դուք հաճելիորեն կզարմանաք։ Հավելենք, որ սպանությունից անցել է գրեթե 1.5 ամիս, սակայն իրավապահների հորդորով Մերձավանը լքել են եւ մինչ օրս համայնքում չեն ապրում գործով մեղադրյալների հարազատները եւ ախտոյանները, իսկ Մերձավանը շարունակում է մնալ իրավապահների հսկողության տակ, հնարավոր վենդետան կանխելու համար։